Հայաստանի Հանրապետության իշխանությունները փորձում են խմբագրել կամ գուցե ջնջել մեր հիշողությունը, ինչպես դա անում են իրենց տարբեր գրառումների եւ հայտարարությունների հետ, բայց այս հարցում եւս դրսեւորում են իրենց անգրագետ եւ անհեռատես մոտեցումները։ Այս քաղաքական ուժը եւ այս նույն կառավարության անդամներն ու իրենց ղեկավարը տարբեր հնարավոր բոլոր հրապարակներից եւ ամբիոններից հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ որ Արցախն իրենց հայրենիքն է։ Այս հայտարարությունները դիվանագիտական վրիպակներ չէին, եւ որ ինչքան էլ նրանք սիրում են կրկնել, որ իրենց ինքնահայեցման հետևանքով եկել են այս եզրահանգումներին, մենք բոլորս հասկանում ենք, որ դա եղել է իրենց համար շատ պարզ հաշվարկ, իրենց հայակործան քաղաքականությամբ կառավարությունը զավթելու համար։ Միթե կարելի է հայրենիքի սահմանները որոշել աթոռով կամ մանդատի քանակով։ Հիմա, երբ դուք կանգնում եք նույն ամբիոններին, որ օգտվելով դիրքից, որը ստացել էիք հակառակ գործունեության հետևանքով եւ հայտարարություններ եք անում, գեթ մեկ վայրկյան չեք ամաչում, չեք հասկանում, որ դավաճանում եք այն հպարտ քաղաքացիներին, ովքեր ձեզ հավատով քվե են տվել եւ որոնցից շատերը ձեր հանձնած հայրենիքի համար առնակամ ընկել են, փառք նրանց։ Գիտեք, պետությունները եւ ազգերը պատերազմների հետևանքով չեն կործանվում, այլ կործանվում են կամքից, հայրենիքից, ազգային պատկանելությունից եւ արժեքներից զուրկ ղեկավարների անողնաշար որոշումների հետևանքով։ Քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարություններ, կարող են փոխվել իրավիճակներ, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման եւ վաճառքի ենթակա չեն։ Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ դուք չեք կանգնել, չեք առերեսվել իրականությանը եւ հետ չեք կանգնում հանձնման եւ կործանման ճանապարհից։ Ներողություն, ես որքանով նկատեցի դուք բարձրախոսով եք եկել, որպեսզի ձեր խոսքը այդքան բարձրաձայնեք, կարծես պետական պահպանության ծառայողները թույլ չտվեցին, ինչի համար։ Այո, մեզ մոտեցան, ներկայացան որպես կառավարության անվտանգության աշխատակիցներ եւ ասեցին, որ ներսում ինչ-որ միջոցառում է տեղի ունենում եւ չեպազույց է տալիս։ Այո, իրանց ասածով ինչ-որ միջոցառում։ Եվ չի թույլատրվում, որ բարձրախոսով ելույթ ունենանք, չգիտեմ, թե ինչի է դա պայմանավորված։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը չի ուզում լսել մեր ձայնը ընդհանրապես։ Ինչ խորհուրդ ունի ձեր ակցիան, ես տեսնում եմ, որ նկարներում իշխանականներն են, ովքեր ժամանակին Արցախում նկարվել են։ Մեր ակցիայի խորհուրդը այն է, որ ցույց տանք այս իշխանություններին, որ մենք դեռ հիշում ենք եւ հիշելու ենք իրենց հայտարարությունները, լուսանկարները եւ միշտ հիշեցնելու ենք իրանց, որ չենք թողելու նրանք հանգիստ ապրեն, քանի դեռ արել են հայտարարություններ, որոնցից հետ են կանգնել։ Բայց կարծես թե իրենք այդքան էլ անհանգիստ չեն, նշում են սխալ է, եղել է, ասել են, հայտարարել են, ինչի համար ներողություն են խնդրում։ Եվ արդյոք ձեզ ումից են իրենք ներողություն խնդրում։ Չեմ կարող ասել, թե ումից են ներողություն խնդրում, վստահ եմ, որ ոչ ժողովրդից եւ ոչ ինքներն իրենցից են ներողություն խնդրում։ Իմ կարծիքով ներողություն են խնդրում Ադրբեջանի կառավարությունից, որ ժամանակին իրանց ասելով սխալվել են եւ Արցախը իրենց հայրենիքն են համարել։ Եվ նշեք, որ իշխանությունների կոնկրետ որ ներկայացուցիչների, որ հայտարարություններից եք բողոքյացել ազատագրում, որոնցից կփոխել։ Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Վահան Կոստանյանի եւ այլ իշխանական ներկայացուցիչների, որ Արցախը իրենց հայրենիքն է, որ Արցախի ազատությունը նրանք նշում էին, շնորհավորում էին ազատ Արցախի տոնը, իսկ հիմա կանգնում են եւ անգամ չեն փորձում Արցախ բառը արտաբերել, ասում են Ղարաբաղը ազատ չի կարող լինել, դա Ադրբեջանինն է։ Ես կարամ
խոսք ունեմ ասեմ, հետո հարցերով կշարունակենք, էլի։ Մեր այսօրվա ակցիայի նպատակը հետևյալն է, որ ցույց տանք, որ այս իշխանությունները իրենց եկած օրվանից արել են ուղիղ հակառակը, ինչ հայտարարել են ու ինչ խոսել են։ 2018 թվականին եկել են իշխանության, իրենց ներկայացրել են ամենահայը, ամենահայրենասերը, գնացել են Արցախ, նկարվել են Արցախում, Քոչարի են բարել, Արցախը համարել են իրենց հայրենիքը, ասել են, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ, դրանից հետո մեր ժողովրդի գլխին բերել են պատերազմ, բերել են զոհեր, եղել է կապիտուլյացիա, ստորագրել են կապիտուլյացիա, դրանից հետո լուր հետևել են, թե ոնց է Արցախը հայաթափվում։ Ու դրանից հետո այսօր մեղադրում են ուրիշներին, այսօր ասում են, որ իրենք խաղաղություն են բերում, շատ ծիծաղելի է նույնիսկ խաղաղության մասին խոսում այն ուժը, ով ում ղեկավարման 7 տարիների ընթացքում առնվազն 3-4 պատերազմ է եղել ու իրենց հիմա համարում են խաղաղություն բերողներ, ոչ իրենք խաղաղություն չեն, հակառակը, ուղիղ հակառակը, իրանք պատերազմն են, իրանք սուքն են, իրանք մահն են եւ մենակ այդ ամեն ինչն են բերել մեր երկրին, խաղաղության հետ ընդհանրապես իրանք կապ չունեն ու մի հետաքրքիր բան եւս կա, այդ ամեն ինչը հայտարարելուց հետո Արցախը իրենց հայրենիքը հայտարարելուց հետո Արցախը հանձնեցին ու հիմա ասում են, որ սխալվել են, հիմա ասում են, որ Հայաստանն է մեր հայրենիքը, Հայաստանը պետքա պահպանենք, հնարավորինս ինքնիշխանություն եւ այլն, որն է մեր երաշխիքը, որ իրենք վաղը չեն ասի, որ էլի սխալվել են, պարզվում է, որ Հայաստանը մեր հայրենիքը չի, պարզվում է, որ իրանք ուղղակի հուզումնալից արտահայտություններ են արել, էյֆորիայի տակ են եղել այդ արտահայտությունները անելուց, ոչ մի երաշխիք չկա, անկեղծ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույն ձև չեն ասիլ, որ Հայաստանը կամ այն ամեն ինչը, ինչ որ իրենք ասել են, որ հայրենիք է, նույն հակառակը չեն ասի ու նույն ձև չեն հանձնի թշնամուն։ Այս մարդիկ, այստեղ գրված են այս մարդկանց արած հայտարարությունները, Արցախում արված նկարները, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը մարդիկ են, ովքեր հանձնել են մեր հայրենիքը, բայց իրանց կողքին եւս մեկ մարդ կա, Վահան Կոստանյանը, ով էլի հանձնել է մեր էլի հայրենիք հանձնողա, պես գոնե անկեղծ է ու ստեղ իր Facebook-յան գրառումներից մեկում ասել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներին տարել են Արցախ եւ տարել են, որ հողերը հանձնեն, մեր պատկերացմամբ ստեղ էլ երևի Վահան Կոստանյանը տարել է Արարատ Միրզոյանին հանձնելու, ուրիշ բացատրություն ուղղակի չենք կարող տալ։ Այս մարդիկ խաղաղության հետ բացարձակ կապ չունեն, այս մարդիկ պատերազմն են, այս մարդիկ սուքն են, այս մարդիկ ամենավատ բաներն են ու այս մարդկանց եկած օրվանից մեր ժողովրդի հետ միշտ ամեն օր վատ բաներ է տեղի ունեցել եւ այս մարդիկ ասում են, որ իրանք ապագան են, իրանք ապագա խաղաղություն բերողներն են, ոչ, ես ձեզ ասեմ, որ ձեր բաղձալի երազանքը այս անգամ իրականություն չի դառնալու, դուք չեք վերընտրվելու, որովհետև հայ ժողովուրդը ու Հայաստանի Հանրապետությունը ձեր հետ ապագա չունի եւ ավելին ասեմ, դուք այս երկրում ապագա չունեք այլևս։ Շնորհակալություն։ Սիմոնյանը հակադարձում է, նշում է, եթե մենք Ղարաբաղը հանձնել ենք, ինչի համար պատերազմ եղավ, մեռնողների հետ մեռնում էինք։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները այնքան են տարբերվում իրարից ու այնքան տարբեր հայտարարություններ են արել իրանք առհասարակ, որ նույնիսկ իրանք են խճճվել։ Իրանք հիմա նույնիսկ չեն հասկանում խաղաղությունն է թե պատերազմը։ Իրանք ասում են մենք մեր երկրին բերել ենք խաղաղություն, բայց ասում են եթե մենք չընտրվենք 2 ամսից կլինի պատերազմ։ Ու նման այնքան հայտարարություններ են արել Իսկ եթե ասում են, որ Արցախի համար մեռնում էին, ուր էին այն ժամանակ, երբ որ Արցախը հայաթափվում էր, ինչի Արցախի կողքին չէին կամ արցախահայերին ինչ օգուտ էին տալիս ընդհանրապես։ Նայեք, դուք Արցախի մասին ակցիա եք անում հիմա, բայց ներսում Նիկոլ Փաշինյանն ասում է, երբ խոսում եք Արցախի եւ վերադարձի մասին, խանգարում եք տեղահանվածներին այստեղ տնավորվելու։ Բացարձակ չեմ կարողանում այդ երկու փաստը իրար հետ կապել, չեմ հասկանում ինչ կապ ունեն մեկը մյուսի հետ։ Արցախի իրանք բազմիցս հայտարարում են, որ եթե ասում եք Արցախ ու առհասարակ Նիկոլ Փաշինյանի ամենաչսիրած բառը Արցախն է, հոգեվարքի մեջ անգնում ինքը այդ բառից, բայց ասեմ, որ Արցախի մասին
Արցախի մասին ասում են, որ խոսում եք, պատերազմ եք բերում եւ այլն եւ այլն։ Ընդհանրապես այդպես չի։ Մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, այո, Արցախը մեր հայրենիքն է, այո, մենք պետք է այսօր պահպանենք եւ առաջ տանենք Արցախ վերադարձի իրավունքը, հետագայում Արցախը նաեւ ազատագրելու դրամաբանության մեջ։